Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր այսպիսի շքեղ, փքուն, փափուկ, թեթև էկլերներ եմ թխել ու ուզում եմ ձեզ ներկայացնեմ։ Շատ լավ է ստացվել, ինձ մոտ ճիշտն ասած միշտ է լավ ստացվում էկլերի բաղադրատոմսը, կարողանում եմ շատ թեթև և մեջը փուչ էկլերներ ստանալ, հիմա էլ կիսվեմ բաղադրատոմսով ձեր հետ։ Ամանը դնում ենք կրակին և լցնում ենք 400 մլ ջուր, ես բաժակը չափել եմ, այդքան մլի է, ավելացնում ենք գդալի ծայրով աղ, գդալի ծայրով վանիլին և 220 գրամ կարագ, ինձ մոտ կարագ է, մարգարին չէ, և չափերը շեշտում եմ, որպեսզի իմանաք այդ չափի բաղադրիչներով ինչքան էկլեր է ստացվելու։ Սիրելիներս, թողնում ենք կարագը հալվի և սկսի եռալը։ Եռալուց անմիջապես հետո այդ նույն 400 մլիանոց բաժակով ալյուր ենք ավելացնում եռացող ջրին։ Ավել պակաս պետք չէ, ալյուրը պետք է լինի մաղած և սենյակային ջերմաստիճանի, սառը չլինի։ Լավ գդալով տրորում ենք, երբ արդեն դառնում է միասեռ զանգված, փափուկ զանգված է լինում, վերցնում ենք կրակից, դատարկում ենք մի այլ տարայի մեջ և թողնում սառի։ Սառելուց հետո այսքան զանգվածին ավելացնելու ենք 6 ձու, բայց միանգամից չենք ավելացնելու, 2 հատով։ Ձվերը աշխատեք կոտրել առանցին ամանի մեջ, հետո նոր ավելացնել այս զանգվածին, որպեսզի փչացած լինելու դեպքում չփչացնեք նաև ձեր խմորը։ Սա երկրորդ զույգ ձուն է, օգտագործեցի 4 ձու։ Սիրելիներս, ուրեմն ես վերջում ցույց կտամ, թե ինչպիսին պիտի լինի խմորը։ Եթե ձեր մոտ խմորը կլինի ձիգ, դա կախված է ալյուրի լցրած ջերմաստիճանից, սառն է եղել, թե սենյակային։ Հնարավոր է, որ 1 ձու ավել պահանջվի, դրա համար նախ ունեցեք կողքի դրած ավել 1 ձու, հետո էլ իմացեք պատճառը որն է լինելու, որ 1 ձու ավել եք օգտագործելու։ Ահա տեսեք սիրելիներս, ինքը կպչուն զանգված է, բայց ծորացող, և գդալից է ծորում, և հարիճի թաթիկներից էր կախվում։ Այսպիսի զանգված, պինդ կրեմի նման է։ Արդեն խմորը պատրաստ է, այսպիսի ծայրադիր եմ օգտագործում, նախընտրեցի սա, խմորը տեղափոխում ենք տոպրակի մեջ ձևավորման և ըստ ցանկության ձևավորում ենք էկլերները։ Կարող եք, եթե ծայրադիր չունեք, ծայրադիր չդնել, ձևավորման տոպրակի եզրից մի փոքր կտրեք և փոքրիկ կլորակների տեսքով ավելացրեք տապակի մեջ։ Կարող եք նաև գդալը թրջել սառը ջրով, խմորից վերցնել դնել տապակի մեջ, մի թեթև մատներով ձևավորել ու այդպես թողնել, բոլոր տարբերակներով էլ ստացվում են շատ գեղեցիկ փքուն էկլերներ։ Մի քիչ հեռավորություն եմ պահպանել, մտածելով կփքվեն և կկպնեն իրար։ Սիրելիներս, առաջին տապակը դրել եմ արդեն ջեռոցը, հիմա ձեզ ցույց կտամ, սա էլ մնացած խմորն է, տեսեք, որ չի փչանում։ Հիմա նորից կձևավորեմ այս տապակի մեջ, կթողնեմ, երբ առաջին տապակը կթխվի, կհանեմ, կդնեմ սա։ Երկուսը միասին իմ ջեռոցի մեջ չի թխվում, դրա համար չեմ դնում։ Այստեղ այսպես լցրեցի, բայց ժամանակի առումով ժամանակը սուղ է, պետք է անպայման ձուկ էլ դնեմ ջեռոցը, դրա համար պետք է կարճացնեմ ընթացքը, այսինքն այս լցրածների վրա հիմա տեսեք, սա էլ դիտավորյալ եմ նաև անում, որ տեսնեք, հնարավոր է նաև այսպես, միգուցե ձեզ էլ նման դեպք պատահի։ Հիմա տեսեք, երբ ձևավորման ծայրադիրը լավ խորն եք մտցնում և նորից ավելացնում եք խմորը, ստացվում են ոչ ձևափոխված խմորներ։
Սա առաջին տապակն է, թխվում է, արդեն կիսով չափ փքվել է, ինչպես տեսակ դուռը ազատ բացում և փակում եմ, դրել եմ 120 ջերմաստիճանի տակ, սա էլ կախված է իմ ջեռոցի ջերմությունից, րոպե չեմ պահել ճիշտն ասած, արդեն պատրաստ է, հանեցի, տեսեք ընդհանրապես չէին կպել յուղաթղթին, այնքան թեթև էին։ Հիմա դնեմ թխվելու երկրորդ տապակը և անցնեմ կրեմի պատրաստմանը։ Սիրելիներս, շատերն ասում են, որ էկլերի մեջ պետք է լցնել եփովի կրեմ, բայց մենք նախընտրում ենք նմանատիպ կրեմ, տեսեք, ընդամենը 1 տուփ խտացրած կաթը և 150 գրամ փափուկ կարագ, ինչպիսի կրեմ է ստացվել, ոնց որ թթվասեր լինի, այնքան հարթ է, այնքան նուրբ է, շատ լավ է ստացվել և շատ համեղ է, մի փոքր էլ վանիլ եմ ավելացնում։ Դանակով կտրվածք չեմ անում լցնելուց, այսպես ծայրադիրը սեղմելով ավելացնում եմ կրեմը, դե կրեմի չափը որոշում եք դուք, թե ինչպես եք նախընտրում, շատ կրեմով, թե քիչ կրեմով։ Սիրելիներս, այսքան չափաբաժնից ինձ մոտ ստացվեց 37 խոշոր և մի փոքր էլ միջին չափի էկլերներ։ Կսպասեմ ձեր կարծիքներին, գրեք տեսանյութի ներքևում, անչափ շնորհակալ եմ, որ դիտում էիք տեսանյութս, բոլորիդ մաղթում եմ ուրախ և հաճելի օր, կհանդիպենք հաջորդ նոր վլոգում։